մեր վանքը պետք է կառուցես։ Ու կառուցեց սմբոնեցի Վարդուհի Թովմասյանի դուստրը Սմբոնի վանքը, բայց ոչ թե քարերով, այլ տառերով։ Մայրս մի քանի ամիս առաջ իր երազին այդ Սմբոնի տեր հայրը հայտնվում էր անընդհատ եւ իր ասում էր, որ պիտի կառուցես այս վանքը նորից։ Մամայիս պատասխանը այն էր, որ ես չեմ կարող կառուցել, ես մեծ կին եմ, ֆինանսապես դժվար բան է եւ նաեւ չի գտնվում հայրենիքի Հայաստանի մեջ, բայց տեր հայրը անընդհատ վնդում էր եւ հաճախ գալիս էր իր երազին։ Հայոց ցեղասպանության բռնի տեղահանման օրերին սմբոնեցիների մեծ մասը աքսորի ճանապարհին է զոհվել։ Փրկվածներից մեկը Վարդուհի Թովմասյանն է։ Հենց նրա հուշերն էլ գիրք է դարձրել դուստրը Սիլվա Նաքաշյանը։ Իմ մայրս կանգրեցներ է նորից իր ընտանիքի հուշերը եւ պատմությունը եւ ովքեր որ զոհվել են ցեղասպանության ժամանակ մենք էսիկա իրենց համար է այս գիրքը, որ իրենց անունները մենք չմոռանանք, իրենց հիշատակները չմոռանանք։ Սիլվան պատմում է, որ մորից է սովորել սիրել հայրենիքը։ Սմբոնի վանքեցիները վերնագրով գրքում հայրենասիրությունը բոլոր էջերում է։ Ասես Վալեսի քրիստոնեությունը ամբողջ աշխարհում է ասեց, երբեք չի վերնա աշխարհից, բայց եթե ես իբր հայ մայր քեզ չսովորացնեմ հայրենասիրությունը կվերնա աշխարհից։ Գրքում ամեն մեկն իր կորսված վանքն է գտնում։ Շնորհանդեսին հավաքված մարդիկ Սմբոնի վանքեցիները համարում են մեծ հուշարձան։ Լանա Համբարձումյան, Նորայ Շարբաթյան, Հայլուրի համար։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։